let's remember the last match against FC Chirac. Եկեք հիշենք վերջին խաղն ընդդեմ Շիրակի։ Այդ հանդիպման շուրջ տեղի ունեցան մի քանի իրադարձություններ, որոնք կարելի է որակել որպես խնդրահարույց։ Դուք խաղը բաց թողեցիք դեղին քարտերի պատճառով ու չէիք կարող օգնել թիմին։ Բացի այդ խաղի մեկնարկից որոշ ժամանակ անց լուսավորության հետ խնդիր առաջացավ ու ստիպված էինք այն կիսատ թողնել։ Մինչ այդ էլ 11 մետրանոցից հաշիվը բացելու լավ հնարավորություն բաց թողեցինք։ Հաջորդ օրը պետք է կարողանայիք թիմին տրամադրել խաղը շարունակել, իսկ վերսկսված խաղում առաջին գոլը խփում է մրցակիցը։ Պատմեք, թե ինչ էմոցիոնալ ֆոն էր ձեզ մոտ այդ հանդիպման ընթացքում։ Կցանկանայի նաև Հայաստանում մրցավարության մասին ձեր կարծիքը լսել, քանի որ թիմերի մարզիչները հիմնականում շատ են թիրախավորում ու քննարկում մրցավարական որոշումները։ Puedo responder a la primera pregunta para mí. Ձեր հարցի առաջին մասին պատասխանեմ իմ տեսանկյունից։ Ինձ համար շատ դժվար էր թիմից հեռու գտնվել։ Ինձ ավելի անհանգիստ է զգում, քան սովորաբար, քանի որ երբ դու ֆիզիկապես հեռու ես գտնվում խաղի ընթացքում քո թիմից, դու կորցնում ես շփումն ու կոնտակտի դուրս գալու ամենահասանելի տարբերակները անձնակազմի եւ ֆուտբոլիստների հետ։ Ես այդ կապի կարիքը միշտ ունեմ, ես միշտ ինձ հարմարավետ եմ զգացել, երբ թիմի մոտ եմ։ Այնպես որ դա ինձ համար շատ լուրջ խնդիր էր։ Մյուս խնդիրն այս խաղում մի այնպիսի հարցի մասին է, որը հարգանքից ելնելով այս երկրի նկատմամբ ես չէի ցանկանա մեկնաբանել։ Գիտեք, ինչ այստեղ եմ, ես հավատացած եմ, որ Հայաստանի ապագան լինելու է պայծառ, քանի որ տեղի աշխատող մարդկանց երբ տեսնում եմ, հասկանում եմ, նրանք ցանկանում են ավելի լավը ունենալ ու շարժվել առաջ։ Մեր լիգան կարող է այդ առումով ավելի լուրջ քայլերով զարգանալ, քանի որ ակնհայտ է, որ կա արված աշխատանք, իսկ առաջնությունում խաղում են լավ ֆուտբոլիստներ, սակայն կան խնդիրներ, որոնք կապված են նաև այս գործոնների հետ։ Նկատի ունեմ, որ ենթակառուցվածքները անպատասխան են հստակ պահանջների ու բացթողումների եւ խնդիրների հնարավորությունը հասցվի մինիմալի։ Այո, միշտ էլ կարող է ինչ-որ մի բան այնպես չընթանալ։ Մենք մարզիչներս պատրաստում ենք թիմին, ֆուտբոլիստներին, իսկ ենթակառուցվածքների անձնակազմը պատրաստում է ստադիոնն ու այն ամենը, ինչը ենթադրում է ֆուտբոլային հանդիպման անցկացումը։ Կարծում եմ այս հարցում մենք պետք է ավելի ուշադիր ու աշխատասեր գտնվենք։ Կրկնում եմ, ամեն տեղ կարող է նման բան պատահել, բայց եւ պետք է արվի մաքսիմալը, որպեսզի չնախատեսված յուրաքանչյուր ներգործություն բացառվի։ Կարող է հոտածածկը շատ չոր լինել, կարող է հանդիպումը կիսատ մնալ վատ տեսանելիության պատճառով եւ այլն։ Հիմա մրցավարության մասին։ Մարզիչներս հաճախ շատ ենք ֆիքսվում մրցավարական որոշումների վրա։ Ազնիվ լինեմ ու ասեմ, որ հաճախ տանը երբ նայում եմ խաղերը, ինքս ինձ կամ կնոջս ասում եմ, երևի հարկավոր է ավելի քիչ վիճարկել մրցավարական դրվագները։ Կարծում եմ որոշակիորեն պետք է վերանայեն մարզիչներն իրենց մոտեցումները։ Մրցավարական աշխատանքը շատ բարդ է ու պատասխանատու, պետք է շատ արագ, բայց միաժամանակ ճիշտ որոշումներ կայացնես։ Իրականում ինձ անհանգստացնում են ոչ թե մրցավարական որոշումներն, այլ վառի կիրառումը։ Մենք գիտենք, որ վառը կա, որպեսզի օգնի մրցավարներին, սակայն երբ ակնհայտ է դառնում, որ վառը ճիշտ չի օգտագործվում, իսկ դրա կիրառմամբ դրվագը ճիշտ չի մեկնաբանվում, դա ինձ ավելի է անհանգստացնում։ Այո, ես հասկանում եմ, որ մրցավարների վրա կա ճնշում եւ նման իրավիճակներում նրանց համար որոշումները հեշտ չեն տրվում։ Արդարության համար պետք է նշեմ, որ մարզիչներս եւս պետք է աշխատանք տանենք այս ուղղությամբ ու ավելի ուշադիր աշխատենք ֆուտբոլիստների հետ նախապատրաստական հատվածում։ Օրինակ, որ հաղթող թիմը ժամանակ չձգի եւ այլն։ Գիտեք, հեշտ է միշտ խոսել, երբ պարտության պատճառն ես բարդում մրցավարական որոշման վրա, սակայն չես խոսում, երբ խոսքը վերաբերում է սխալ որոշմանը, որը եղել է հօգուտ քո թիմի։ Մենք բոլորս պետք է միասին հնարավորություն տանք մրցավարներին գործելու անվտանգ ու հանգիստ պայմաններում, որպեսզի ակնկալենք նաև ավելի ճիշտ որոշում։ Փյունիկի հետ խաղից հետո, որը մենք պարտվեցինք, ես ասուլիսում ասացի. շնորհակալություն եմ հայտնում մրցավարին, քանի որ նա լավ է աշխատել։ Ես պարտվել եմ, իմ թիմը պարտվել է, իսկ ես ատում եմ պարտվել է, բայց արդյոք մեղավորը մրցավարն էր։ Նրա որոշումներում ակնհայտ սխալներ չեն եղել, նա ճիշտ է աշխատել ու ես պետք է դա արձանագրեմ, քանի որ բացասական արդյունքի պատճառները մեր թիմի խաղում էր եւ ոչ թե այլտեղ։ Եթե ես ամեն նման արդյունքից հետո արտաքին գործոններ բերեմ որպես պատճառաբանություն, առանց վերլուծելու ու նայելու, թե ինչ է տեղի ունեցել դաշտում, ուրեմն ես սխալ ճանապարհի վրա եմ։ Եթե մենք անհանգստանում ենք միայն արտաքին գործոններից, ուրեմն մեր աշխատանքը վատ ենք անում։ Ես այս թեմայով միշտ սիրել եմ ասել, աշխատանքում հաջողությունը մեր ձեռքերում է ու ոչ թե այլ գործոնների։ Մրցավարները չեն մեղավոր, երբ պարտվում ես, այդ մենք ենք, որ մեր գործողություններում չենք հասել կայունության եւ վստահության։ Իդեպ, սա ասում եմ ոչ թե Հայաստանի համար, սա հանդիպում է ամբողջ աշխարհում։ Պետք է հասկանանք խորապես, թե ինչ պատասխանատու գործ է մրցավարի աշխատանքը։ Ես հաճախ ինքս ինձ հետ այս թեմայով խոսում եմ։ Էմոցիոնալ ֆոնը թիմում շատ կարևոր է, անձնակազմը, ֆուտբոլիստներն ու մարզչական շտաբը զգում են դա։ Էմոցիոնալ ֆոնի կառավարումն ու դրա բալանսավորումը շաբաթվա ընթացքում
խաղերի ընթացքում կարևոր է առողջ առաջխաղացման համար։ Եթե ֆուտբոլիստները զգան, որ իրենց մարզիչը միշտ փնտրում է այլ մեղավորներ ու պատճառներ, դա նրանք կարող են զգալ ու դա սխալ ճանապարհ է։ Նման մոտեցումը չի կարող ճիշտ լինել։ Իհարկե, ես չեմ կարող ֆուտբոլիստին պայքարել սովորեցնել, սակայն ես կարող եմ օգնել, որ նա ավելի շատ ճիշտ որոշումներ կայացնի։ Հենց դա ենք տալիս մարզման ընթացքում՝ ճիշտ աշխատանք, մոտեցումներ, որոշումներ, ու երբ ֆուտբոլիստները սկսում են հաշվի նստել հենց այդ գործոնների հետ, աշխատանքում ամեն ինչ ավելի հեշտ է դառնում։ Հենց սա է ճանապարհը՝ գաղափարներ, աշխատանք ու ֆուտբոլիստներ։ Այո, մրցավարները սխալվում են, սակայն սխալվում ենք նաև մենք։ Այդ խաղում, որ պարտվեցինք, ես ինքս ինձ մեղավոր էի զգում, որ չէի կարողացել պատրաստել գործողությունների մեկ այլ պլան։ Բայց մենք պետք է աճենք հենց այս սխալների շնորհիվ, պետք է նախապատրաստվենք, ավելի լավ մտածենք ու աշխատենք եւ այդ ամենն անենք հաճույքով։ Շիրակին օրինակ խաղի ընթացքում պարտվում էինք, սակայն խաղ վերադարձանք ու հաղթեցինք, որը վստահության պահպանման տեսանկյունից հսկայական նշանակություն ունի։ Մենք խաղը լավ էինք սկսել, իրական շանս ունեցանք 11 մետրանոց, որը սակայն չիրացրեցինք ու այդ պահից սկսած տրամաբանությունը փոխվեց։ Դրանից հետո վերաիմաստավորեցինք տեղի ունեցածը, կրկնեցինք մեր նախնական գործողությունների պլանը, հավատով, որ դա կարող ենք կյանքի կոչել։ Ստացվեց այնպես, որ երկուսի փոխարեն ֆուտբոլիստները մեկ օր ավել մնացին, մեկ օր ավելի քիչ իրենց ընտանիքների հետ ու խնդիր կար ամեն հարցում լինելու ավելի զգուշավոր։ Մենք նրանց ասացինք, եթե անենք ամեն ինչ ճիշտ, պահեր կունենանք ու գոլերն էլ կգան։ Սակայն խաղում տեղի ունեցավ հակառակը։ Մրցակիցը բացեց հանդիպման հաշիվը եւ դա մեզ համար իսկական քննություն էր։ Բարեբախտաբար կարողացանք մինչև ընդմիջման գնալը հավասարեցնել հանդիպման հաշիվը, իսկ երկրորդ կեսում արեցինք այն, ինչ պետք է անեինք, խփեցինք 3 գոլ, պահպանելով խաղային ինտենսիվությունը։ Եզրերում մեր տղաները լավ աշխատեցին, շատ պահեր ստեղծեցինք եւ մեր աշխատանքը դաշտում կանոնակարգված տեսք ուներ։ Դա թույլ էր տալիս ինձ եզրակացնել, որ տղաները կարողանում են ադապտանալ տարբեր իրավիճակների, իսկ դա իր հերթին նշանակում է, որ նախապատրաստական աշխատանքը ճիշտ են կարել եւ ունենք ձգտում։ Դրանով ես հպարտանում եմ։ Ես հպարտանում եմ ոչ թե արդյունքով, այլ նրանով, թե ինչեր կարող ենք անել։ Ես տեսնում եմ այդ պոտենցիալն ու մենք կարող ենք անել ավելին։ Ֆուտբոլիստները նվիրված են, ուժեղ ու ցանկություն ունեն հաղթելու, իսկ դա ամենակարևորն է ինձ համար։ Puede hacer mucho más porque los jugadores son competentes, son buenos, son fuertes y quieren ganar. Y eso es para mí lo más importante.